Եվս մեկ կոմենտ, որը ցավցուց իմ սիրտը։ Դեր հայր ջան, գսե ուրեմն ով է սողը Գոհար Արաքելյան։ Գսե դեր հայր ջան, ես հայ արաքելական Սուրբ Եկեղեցու զավակ եմ, եւ եթե ընդունեմ ձեր խոսքերը այլևս եկեղեցի չեմ գնա, կամ էլ գնամ մոմ գվարեմ ու գպախնեմ այդտեղից։ Դուք ցկդում եք նոր կաթողիկոսի, Ուկրաինան էլ ցկդեց եւ ինչ է կատարվում հիմա Ուկրաինայում։ Թող Աստված բրգի եւ ազատի մեզ սատանայի կողմից պատրաստված բոլոր տեսակի հեղափոխություններից, Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Սիրելի քույր, ձեր քրածը ցավ բերեց իմ սրտին։ Ոչ թե զայրույթով եմ գարտում, այլ արցունքով։ Որովհետեւ դուք մաքուր եւ անկեղծ ցայնով արտահայտեցիք մի բան, որը ամենից շատ են վախեցել, որ իմ խոսքը մի հոգու հերացնի եկեղեցուց գոնե սրտով։ Դուլ տվեք ամենայն խոնարհությամբ պատասխանեմ։ Ես ցես չեմ ուզում հանել եկեղեցուց, այլ ուզում եմ, որ դուք մերժեք այն ամենը, ինչ եկեղեցու անունով, բայց առանց Քրիստոսի ոգի է հնչում։ Եկեղեցին սուրբ է, որովհետև Սուրբ Հոգին գործում է այնտեղ, բայց եկեղեցու մարդիկ, այդ Սուրբ Հոգու սպասավորները, երբեմն սխալվում են։ Երբ սխալվում է փագի մակրողը, ժողովուրդը մնում է, բայց երբ սխալվում է առաջնորդը ու չի ընդունում իր սխալը, հովիվը ինչ անի, լրի։ Եվ երբ ես արձագանքեցի, դա չեղավ Քրիստոսի հարսը եկեղեցին մերժելու համար։ Դա եղավ պաշտպանելու այն լուր ժողովուրդը, որ կգնա մոմ վարելու ու չի փախչի կամ կփախչի, ինչպես որ դուք ազնվորեն գրեցիք։ Ես չուզեցի մոմ վարողի ցերկը մարվի, այլ ուզեցի վարվի սիրով, հավատքով եւ լույսով։ Դու ինձ մեղադրեցիր, թե նոր կաթողիկոսի եմ ցկտում։ Ճշմարիտն այս է. ես ոչ աթորի եմ ցկտում եւ ոչ էլ իշխանության։ Ես ցկտում եմ միայն մի բանի, որ հայ արաքելական Սուրբ Եկեղեցին դարձյալ լինի աղոթքի տուն, ոչ զզված հավատացյալի վանող քարոզի վայր։ Ես չունեմ հբարդություն, ես գիտեմ ով եմ։ Ես չեմ ընդդիմանալու համար, այլ մաքրելու, ցայն լինելու համար։ Իսկ Ուկրաինայի օրինակը դուք բերեցիք իբրև նախազգուշացում։ Թող Աստված բրգե մեզ, համաձայն եմ, բայց նաև թող մենք ինքներս մեր աչքը բաց պահենք, երբ եկեղեցու անունով ժողովուրդը գոդրվի ներսից, չդառնանք քարեր աղանդավորների ցերկին, բայց չդառնանք էլ քարյացած, երբ հոգևոր վերնախավը վերածվի ինքնակոհի։ Ես չեմ ուզում հերացնել ձեզ եկեղեցուց, սիրելիս։ Ես ուզում եմ ձեր սրտին նոր վստահություն վերադարձնել, որ Սուրբ Խաչի լույսը ապրում է ոչ միայն շքեղությամբ, այլ նաև խոնարհությամբ։ Եկեք վերականգնենք միասին այն տունը, որ մերն է, ոչ թե քանդելով, այլ մաքրելով միասին։ Թող Աստված բայեցես ձեր խոնարհ ու սկայուն հոգու մեջ։ Կխնդրեմ ձեր նորամուտությունը, եթե իմ ցայնը ծանր եղավ, բայց իմ սիրտը ցերն է վստահ եղեք։